Փաշինյան-Պուտին-Մոսկովյան շփումների ժամանակ Հայաստանի ղեկավարը Ռուսաստանի նախագահից բացատրություն պահանջել է, թե ինչու է Մոսկվան հիբրիդային պատերազմ սկսել Հայաստանում, ինչպես պնդում է Հայաստանի երկրորդ դեմքը։ Փողա գալիս դրսից, տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանի մոտ կողմից եւ այլ Հայաստանի հանդեպ, այո, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային պատերազմը մղում են իրար հետ թշնամիները, ասենք մենք եւ թուրքերն ենք իրար հետ միշտ մղել հիբրիդային պատերազմ, կամ մենք եւ ադրբեջանցիներն ենք իրար հետ մղել նաեւ հիբրիդային պատերազմ, որի մեջ մտնում է եւ չգիտեմ ցուցահանդեսների կազմակերպումից սկսած նրանց մեղքը մերկացնող, հա, վերջացած տեղեկատվական դաշտում եւ այլն։ Սա հիբրիդային պատերազմ չի։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով Ալեն Սիմոնյանը իշխող ուժի այլ պատգամավորներ խոսում են Ռուսաստանի կողմից վարվող այսպես կոչված հիբրիդային պատերազմի մասին, որովհետև հասկացել են, ռուսներն ակտիվացրել են հանրային դիվանագիտության այն գործիքը, որը կոչվում է փափուկ ուժ։ Սա ըստ էության հակասության մեջ է մտնում այն հայտարարությունը, թե ռուսական կողմը երբեք փափուկ ուժ չի իրականացրել։ Հիմա փափուկ ուժ է իրականացնում։ Բալասանյանը հիշեցնում է նախորդ տարի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ըստ լուրերի $270 միլիոն էր հատկացրել Հայաստանում հակառուսական քարոզչություն անելու համար։ Սպիտակ տուն Թրամփի մուտքից հետո ծրագիրը կասեցվեց, բայց արդեն $50 միլիոն հատկացվել էր իշխանական շրջանակների հետ ասոցացվող քաղաքագետներին, համոզելու հայ հանրությանը, որ մեր թիվ 1 թշնամին Պուտինի Ռուսաստանն է։ Հակառակ թեզի քարոզիչներին, քաղաքագետներին իշխանական թիմն ու նրան հարող շրջանակները որակում են հիբրիդային պատերազմի ռազմիկներ։ Ըստ Բալասանյանի վախենում են, որ վաղ թե ուշ մարդիկ գլխի են ընկնելու Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից խոսողներն իրականում հավաքական արևմուտքի, իսկ ավելի կոնկրետ թուրքական շահերն էին սպասարկում։ Այսինքն ժողովուրդը հնարավորություն է ունենալու իր աչքով տեսնել եւ փորձել համեմատել այն հայտարարությունները, որոնք արվում էին Մոսկվայի ասեն, եւ հիմա այն ամենը ինչ որ արվում է, եւ տեսնում են, որ այստեղ որևէ սպառնալիք վտանգ, պատերազմ, չգիտեմ, կոտորած եւ այլն չկա։ Այդ նույն ֆոնի մեջ էր մտնում սպիտակ թուրք հասկացությունը, որ ռուսների հասցեին տարածում էր իշխանական փորձագիտական դաշտի կողմից, եւ ես այն պատահական շատ նայում եմ հանդիպումներ են ունենում ամերիկացի փորձագետների հետ, որոնք եւս իրենց խոսույթում օգտագործում են սպիտակ թուրք հասկացությունը, այսինքն մի տեղից դա ասվում է, հիմա հետո բերվում տարածվում է հասարակության մեջ Հայաստանի։ Իսկ գուցե հիբրիդային իրական պատերազմը Հայաստանում ոչ թե Ռուսաստանն է ձեռնարկել, այլ նրա դեմ է սկսվել։ Միջազգայնագետը պատահական չի համարում, որ նույն արևմտամետ շրջանակները նոր-նորքում տեղի ունեցած սկանդալային ծեծկրտուքը կապեցին Կրեմլի հետ։ Ինչ որ ասում է Արամ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ պատճառաբանություն բերում է, ճիշտ է ասում։ Փորձում եք շահարկել տարբեր աշխարհակաղակական խաղեր, հա? Որ ասում եք ոչ է գնացել դա։ Լսեք, դա էլ է պատճառը, իհարկե դա էլ է պատճառը։ Ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Գրիգոր Բալասանյանը նկատում է, որ ամեն անգամ, երբ աղմկահարույց, մանավանդ կոռուպցիոն գործ է բացահայտվում, իշխանությունը անմիջապես ռուսական հետք է առաջ նետում հանրության ուշադրությունը շեղելու համար։ Շուրջ 7 տարի այդ մեկ կենտրոնի վրա բարդելով փորձում են պահել, բայց դա չի կարող հավերժ լինել։ Գալիս է մի պահ, որ այն կենտրոնում վրա որ բարդում ես, ինքն էլ է սկսում ավելի ակտիվ եւ գործնական քայլեր իրականացնել, չեզոքացնելու համար այն մեղադրանքները, որոնք հնչում են իր հասցեին։ Թե ինչ գործնական քայլեր է պատրաստվում իրականացնել Մոսկվան, հայտնի չէ։ Պաշտոնական հաղորդագրություններից հայտնի էին, որ Փաշինյանը Կրեմլում ոչ մի բան չի ասել Պուտինին հայ-ռուսական ենթադրյալ հիբրիդային պատերազմի մասին։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուր։